Առավոտյան լիաթոք ծիծաղ ու ամբողջ օրվա բարձր տրամադրությունն ապահովված է։ Միայն թե հայերը դժվար են ժպտում։ Եթե ուշադիր լինեք, փողոցում ժպիտը դեմքին քայլող հայերի քիչ կտեսնեք։ Հումորով չենք, բայց գոնե անկեղծ ենք։ Ձեզ հումորով մարդ համարում եք։ Չէ։ Այ ամուսնուս մոտիկացեք ինքնահումորից շատ ուժեղ։ Առանց հումորի կյանքն անհետաքրքիր համարողները սակայն ցրում են բացասական տրամադրությունը։ Ձեզ հումորով մարդ համարում եք այսօր։ Իհարկե։ Ինչ է տալիս հումորը մարդուն։ Մարդուն ուրախացնում է։ Դրանպես ես հումորը շատ սիրահար եմ եւ սիրում եմ եւ լսում եմ։ Առանց հումոր հնարավոր է կյանքը։ Ոչ։ Ձեզ հումորով համարում եք։ Լրիվ։ Անհումոր մարդկանցից ուղղակի փախնել է պետք, որովհետև ավելի բարդացնում են առանց այդել բարդ կյանքը։ Ապրիլի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հումորի եւ երգիծանքի օր։ Հայաստանում ավելի շատ որպես խաբելու օր։ Ամեն բան մեր երկրում փոփոխվում է, բայց խաբված մարդուն ծաղրելու արատավոր սովորությունը չի փոխվում։ Ընդ որում ոչ միայն ապրիլի 1-ին։ Բայց ասել, որ մեր ազգը հեռու է հումորից, սխալ կլինի։ Մտնում է ատամնաբուժի մոտ, ասում է Բրիշան ատամը սլմեատ նայեք էլի։ Նայում ասում է, «Էստի ինչ խորոչա, էստի ինչ խորոչա, ինչ խոր»։ Ասում Բրիշան, մի անգամ ասիր, հասկացաք, հենց 3 անգամ կրկնեմ։ Ասում ես, մի անգամ եմ ասել, ատամի արձագանքն է գալի խորոչի։ Որն է ճաշակով հումորն ու իրականում ինչից են ավելի հաճախ ծիծաղում մեր հայրենակիցները, ինչպես ասում են, պահանջարկն է ստեղծում առաջարկ։ Հումորային նախագծերը շատ են, իսկ լավագույն գնահատականը լեփ-լեցուն դահլիճներն են։ Գծում, հա։ Չէ, դժվար է։ Եթե չէ, հաստատ չէ։ Ռիսկավատ անեմ քեզ ճամփեմ մինչև շենքը։ Եթե դժվար, ես թրակոերն էլ անիծած։ Հումորի ընկալման հարցում սակայն սերունդների ակնհայտ տարբերություն կա։ Մերօրյա հումորը երիտասարդները հավանում են, ավագ սերունդը քննադատում։ Այն ժամանակ հումորը հումոր էր։ Համու հոտ կար հումորի մեջ, բայց հիմա ոչ։ Այնքան էլ չէ։ Չեմ նայում այդ հումորային հաղորդումները։ Տեսնա ձեր հումոր չգիտեմ ինչ հումորը, որ ես պատասխանեմ դա։ Մի քիչ չէ, առաջվանները տակիր։ Մի քիչ շատ տապագություններ շատ կա։ Ամեն անգամ նայելուց ջղայնանում ասում ուղղակի դաշտերը աշխատելու ես մարդկանց։ Հեռուստաէկրաններից մատուցվող հումորը ձեզ հաճելի է։ Իհարկե։ Հա, ոչինչ, հա։ 18+ հումոր երիտասարդների համար այսպիսի երգիծանքը զվարճալի է, բայց սրանից պաշտպանված չեն երեխաները։ Հեռուստաէկրաններից մատուցվող հումորը հաճախ է հատում ցենզուրայի սահմանը։ Յուրաքանչյուր հումորի ակումբում կա եւ տեղին հումոր եւ մի քիչ անտեղի զուտ տարիքային առումով, որ փոքր երեխաները եթե նայում են, իրենց համար դա չես կարող բացատրել, որ իրենք ճիշտ ընկալեն։ Մենք կարող ենք ճիշտ ընկալել եւ դա չբերել մեր կյանք, բայց փոքրերի համար մի քիչ հումորներ կան, որ անընդունել են։ Ու ես նայում եմ շատ հումոր ակումբների, բայց օրինակ ծնողներս դեմ են նայելուց բողոքում են, թե ինչա երեխաները նայում են։ Առաջ ավելի մակարդակով էր հումորը, քան այսօր։ Էժան է ավելի հումորները դարձել այսօրվա։ Ասում են հայերը քիչ են ժպտում, քանի որ առիթներն են քիչ, միայն թե պետք է հիշել ժողովրդական ասացվածքը. լացը լաց է բերում, ծիծաղը ծիծաղ։ Չնայած պատահած դժվարություններին կյանքի ամենավառ գույնը հումորն է, կատակեք, ժպտացեք եւ կյանքը կժպտա ձեզ։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։